Հանուն արդարության պետք է ասենք, որ Նիկոլը էլ չի խոփում, էլ չի ստում։ 2018 թվին այն շոուն, որ կազմակերպեց, անունը դրեցին խեղափոխություն։ Խումարբաց կարտոժնիկներ են լինում, շուլերներ, որ մարդկանց նենց են ֆռստում, նենց են խափում, նենց են գցում, մարդիկ չեն էլ հասկանում ոնց իրանց խափեցին, գցեցին։ Այդ այնց ազգի մեծամասնությանը խափեց ու գցեց, բայց մարդիկ կան մինչև հիմա չեն հասկացել, որ իրանց խափը գցել է։ Իսկ հիմա դրա կարիքն էլ չկա, ոչ ստումը, ոչ խափումը։ Պարս ասում է, ինչը ինչից հետո է։ Չնայած մեզ համար էլ արդեն պարս, ինքը ում է ծառայում, ում կամակատարն է, ում ճորտն է, ինքն էլ չի թաքցնում։ Այնքան էլ լկտիաց է, այնքան էլ լեպիրշացիոն նագլիաց է, ոչ ոքի արժև պատասխանատու չի, ոչ ոքից էլ չի վախենում, այսինքն նկատի ունեմ հայերիս, հայ ժողովրդի։ Չէ, ինքը վախենում է ու պատասխանատու է Ալիևի ու Էրդողանի առաջ։ Այն նրանցից վախենում է։ Այդ իսկ պատճառով ինչ հրահանգ որ ստանում է, անում է ու արել է։ Ու հետն էլ մեր երեսին ասում արել եմ, լավ եմ արել։ Ու անելու եմ, լավ էլ անելու եմ։ Ասում է, եթե դեմ եք, հելեք ինձ ռադարեք։ Քանի անգամ ասե։ Չէ, մեր ժողովուրդը ոչ միայն ականջից չի բռնում սրա շպրտի, այլ նորից գնում ընտրում են Նիկոլ։ Անգլավ բառը առաջի անգամ ես դրանից եմ լսել։ Հիմա Ալիևի ինչ հող ուզեց, անունը տնելու են անգլավ ու տան Ալիևին, տան ադրբեջանցիներին, ասենք Ջերմուկը անգլավա, Տիգրանաշենը անգլավա, Տիգրանաշենցիկ իմանալով հանդերձ այս ամենը գնաց է ընտրել են Նիկոլ։ Հիտլերն ու Գեբելսը սրա մոտ զերո են իրանց այս գիպնոզի ունակություններով, այդ ձևի խորքային գիպնոզի մեջ ադրել մեր ազգին։ Բանը նրանում է, որ ասենք այն մարդիկ էլ որ հասկանում են սա ինչ անում, ասենք ես որ խոսում եմ, չեմ կարող լռել, որովհետեւ սիրտս պայթում է, տեսնում եմ Հայաստանիս հետ ինչ անում, ես տեսնում եմ ազգիս հետ ինչ անում։ Ամենազզվելին ու սավեշտալին գիտեք, որ նա մեկ էլ տեսնում ես, ասենք կոմենտներում հայ անուն ազգանունով, ասենք Անդրանիկ Հարությունյան կամ Աշոտ Կարապետյան, ու մտածում ես, որ սա հայ է, ասենք հայ տղամարդ է, բայց ես կոմենտները կարդում եմ ու հասկանում եմ, որ էսի ոչ հայ է, ոչ էլ ասենք տղամարդ է։ Ինչ ա գրում, ասենք հելի ավտոմատը վերցրու, գնա ադրբեջանցիների ու թուրքերի հետ կռվի կամ էլ հերիքախոսած ցենդ կտրի։ Ասենք մտածում եմ, ասում լավ, էսի որ ծնվել է, տանը բաժակ են վերցրել, ասել են աչքներս լույս, տղա ծնավ, անունը դրել են Անդրանիկ կամ Աշոտ։ Ես չգիտեմ սրանք ինչով են սարքված, ինչ գործիքով են սարքված, ինչ մատերիալից են սարքված ու ինչ ազգի ներկայացուցիչ են, ասենք։ Ուղղակի զզվելի է։ Ուզում եմ ասեմ, եկեք յուբկես տամ քաշեք գլուխներդ, գոնե սխատները չտեսնեք, էլի, ասենք խայտարակ մի արեք։ Գոնե մի երևացեք աշներից, որովհետև սրանց նայելով պատկերացնում ես, որ ասենք այս աստիճան են ղզիկացել, այս աստիճանի չմոյացել են, ասենք տղամարդիկ։ Բայց ես գիտեմ, որ տենց չի, ես գիտեմ իմ ազգը ով է, ես գիտեմ հայ ազգը ով է։ Առաջի Արցախյան պատերազմին ես առաջի երկրորդ կուրսի ուսանող էի։ Հիվանդանոցների մեծ մասը սարքել էին հոսպիտալ, որովհետև շատ էին վիրավորները, ռազմաճակատից բերում էին։ Մենք էլ գնում էինք, մեզ ուղարկում էին պրակտիկայի այդ հոսպիտալներ, ասենք բժիշկներին, քույրերին օգնելու, որտեղ անձնակազմը չէր հերիքում։ Երիտասարդ տղաները, հայ տղաները, 18 տարեկան մատղաշ երեխեքը, հայ տղամարդիկ, որ կես ջան է մնացել, ասենք մարմնի կեսը վիրավոր է, ասկոլկեքը մեջը կամ ձեռքը ոտքը ամպուտացիա եղած, բժիշկներին խնդրում էին, ասում էին մեզ արագ վիրակապեք, ասենք մեզ արագ բուժեք, տղեկը ռազմաճակատում մեզ են սպասում, գնանք հասնենք տղեկին։ Այ հայերը սրանք էին։ Ու վերջի անգամ մենք ազգ եղել ենք այս ժամանակ։